Թեհրանը պատճառ չունի մտահոգվելու Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջև պաշտպանության համաձայնագրի կնքման առնչությամբ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղայիի խոսքով փաստաթղթի կնքումը տարածաշրջանում իրավիճակի ընկալման փոփոխության կարևոր նշան է։ Տարածաշրջանային երկրները հասկացել են, որ անվտանգությունն ապրանք չէ, որը հնարավոր է գնել անբարեխիղճ միջնորդներից, նշել է նա հավելել։ Համաձայնագիրը ցույց է տալիս, որ տարածաշրջանային երկրներն ավելի շատ ապավինում են սեփական կարողություններին, ոչ թե արտաքին ուժերին։ Օգոստոսի 7-ին Անկարան, Ռիադը եւ Իսլամաբադը ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որում ներառված է հավաքական պաշտպանության սկզբունքը։ Երկրներից մեկի դեմ հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի մյուս անդամների վրա։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ համաձայնագիրն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը։ Դոնալդ Թրամփի պնդմամբ Իրանը գտնվում է տնտեսապես շատ վատ վիճակում, իսկ Միացյալ Նահանգների ծովային շրջափակումը սրել է ճգնաժամը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Թեհրանի հետ ինտենսիվ բանակցություններ չեն ընթանում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չեն ընթանում։ Տեղի է ունենում հաղորդագրությունների փոխանակում միջնորդների միջոցով, ինչը նրա խոսքով չի կարելի բանակցություն անվանել։ Արաղչին նշել է, Թեհրանի տեսանկյունից բանակցություններ հնարավոր չեն, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի փոխըմբռնման հուշագրի խախտումները։ Իրանի արտգործնախարարը հաստատել է, որ Օմանի հետ համաձայնությունը մոտ է կապված Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիների հաստատման հետ։ Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի վերաբացման համար ԱՄՆ-ն պետք է ոչ մի սպառնալիք եւ վիրավորանք չհնչեցնի Թեհրանի հասցեին, դադարեցնի Իրանի եւ Լիբանանում, Գազայում, Եմենում ու Իրաքում նրա դաշնակիցների դեմ պատերազմը, վերացնի ծովային շրջափակումը եւ իր ուժերը հետ քաշի Իրանի մերձակա տարածքներից։ Բացի այդ, Թեհրանը պահանջում է պատերազմի պատճառած վնասների լիակատար փոխհատուցում, բոլոր պատժամիջոցների չեղարկում եւ իրանական ակտիվների ապասառեցում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15 կետանոց ծրագիրը։ Նա հայտարարել է, իսրայելական զորքերի դուրսբերումը տեղի չի ունենա, մինչև Համասն իսկապես չզինաթափվի։ Զինվորականները կշարունակեն վերացնել Իսրայելի եւ նրա քաղաքացիների դեմ սպառնալիքները, հավելել է Նեթանյահուն։ Նրա խոսքով այժմ Իսրայելը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ հետագա քայլերի շուրջ։ Որոշ գաղափարներ ընդունելի են, որոշները ոչ, եւ մենք գիտենք ինչպես պաշտպանել մեր դիրքորոշումն այդ հարցերի շուրջ, ասել է նա։ Թրամփի ստեղծած խաղաղության խորհուրդը հուլիսի վերջին համաձայնության էր հասել Համասի եւ Գազայի այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ, սակայն Համասը հայտարարել էր, որ ծանր զինամթերքի հանձնումը կախված է իսրայելական ագրեսիայի դադարեցումից եւ Գազայից զորքերի դուրսբերումից։ Համասն օգոստոսի 9-ին վերահաստատել է, որ հանձնառու է միջնորդների եւ խաղաղության խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին կապված հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրագործման հետ։ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել արդյունաբերական եւ քաղաքացիական օբյեկտների Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում, որտեղ 13 մարդ է զոհվել, այդ թվում երեխա, 75 մարդ վիրավորվել է։ Թաթարստանում սուք է հայտարարվել։ Ընդհանուր առմամբ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, երկրի տարբեր շրջաններում խոցվել է ավելի քան 450 ԱԹՍ։ Երկրի արևմուտքում մի քանի օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Ռուսաստանն էլ անօդաչու թռչող սարքերով հարվածել է Զապորոժեին, որտեղ ավելի քան 20 մարդ է վիրավորվել։ Տուժածներ կան նաև Սումիում։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար Մոսկվայից կանչել է իր դեսպանին օգոստոսի 9-ին Շտեֆան Վոդայի շրջանում անօդաչու թռչող սարքի կործանման եւ պայթյունի պատճառով։ Գերատեսչությունը դատապարտել է միջադեպը, այն որակելով որպես Մոլդովայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լուրջ խախտում։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել են մարտական անօդաչու թռչող սարքի բեկորներ, տուժածներ չկան։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նույնպես դատապարտել է միջադեպը, նշելով, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ուղղակիորեն ազդում է երկրի վրա։ Սանդուն հայտարարել է, որ իշխանությունները կուժեղացնեն երկրի օդային տարածքը մշտադիտարկելու եւ պաշտպանելու հնարավորություններն օտարերկրյա գործընկերների աջակցությամբ։ Եմենի զինված ուժերը հայտնել է, որ հութիները հարվածել են Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա քաղաքին։ Հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ, 30-ը վիրավորվել։ Զոհերի եւ տուժածների թվում կան քաղաքացիական անձինք եւ զինվորականներ։ Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի զորքերի հավաքատեղիները եւ զենքի պահեստները։ Եմենն ավելի քան 1 տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի։
Իրանի աջակցությունը վայելող հութիները գրավել են մայրաքաղաք Սանան և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենում գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։ Չինաստանի իշխանությունները երկրի արևելքից, այդ թվում Շանհայից ավելի քան 1 միլիոն մարդու են տարհանել Դելֆին թայֆունի պատճառով։ Ճետյանի նահանգում խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը։ Միայն Շանհայում չեղարկվել է 1400 չվերթ։ Փակվել են զբոսաշրջային հիմնական վայրերը, մարդկանց կոչ է արվել դուրս չգալ տնից։ Թայֆունը շարժվում է դեպի Չինաստանի խորքերը։ Իշխանությունները նախազգուշացրել են առաջիկա 3 օրերին տեղատարապ անձրևների, հեղեղումների և սողանքների վտանգի մասին։ Ավելի վաղ Դելֆին թայֆունի պատճառով Ֆիլիպիններում 8 մարդ է զոհվել։ Ճապոնիայում կան տուժածներ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։